Կառավարության հետ, ուրեմն ես մի փոքր մանրամասն եմ, ես 78 թիվ տղա եմ, իմ աչքը բացել եմ, տվյալ համայնքում գործել է ավտոբուս, դժվարություն, երկրաշարժ, պատերազմ եւ այլն, այդ ամեն ինչը փոխարինվեց գազելներով, մենք ընդունեցինք, հասկացանք, քայլում ենք բոլոր տեսակի դժվարությունների հետ, բայց ես ընտրել եմ իշխանություն, ես քայլել եմ իշխանությունների հետ ու այսօր նախկինի մնացորդները իմ համար մնացորդներ են որոշել են 18 թվականից ասենք մենք ունենք ավտոբուս, որ գնում գալիս է նամանավան տվյալ ավտոբուսը հարմարեցված է հաշմանդամություն ունեցող, դա մի կողմ դնենք, սայլակավոր մայրերի, որոնց իրանց երեխաներին կարող են սայլակներով տեղափոխել, հիմա թող գալիս բացատրեն այդ գազելով, որ մեկը կարա ինձ իջացնի քաղաք, ես ուզում եմ իմանալ, ես ընդհանրապես խնդրում եմ, դիմում եմ ազգային ժողովում հենց նախագահին, մեր պարոն Ալեն Սիմոնյանին ու այնտեղ բոլոր մեր գործընկերներին, Տիգրան Ավինյանին, որ մի հատ վերանայեն, նախկինի մնացորդները իրավունք չունեն նորից գործեն, դա ո՞վ է որոշել, որ այսօր լուսավոր ապագային մեզ խոսք տալի, բայց նորից նույն գազելի մեջ ժողովուրդը իրար գրգած, չգիտեմ, ոտի տեղ չլինելով գնա, դու ընդամենը կարող եք ժամեր գոյություն ունի, գաք այդ ժամերին նկարը հանեք, տեսնեք այդ մի ավտոբուսի մեջից քանի ժողովուրդ է իջնում, որը չի բավականացնում, ու հենց դուք պատկերացրեք այդ գազելները, տվյալ գազելները մեր համար պետք է աշխատեն մեր համար, ես չեմ հավատում դրան, դա ճիշտ չի ժողովուրդ ջան, խնդրում եմ, այս լուսավորությունը, այս ամեն ինչը պետք է պահի եւ պահպանի, ես նույնիսկ դիմում եմ, պարոն